Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մայիսի 6։ Երբ որ Հիսուսը նրան պառկած տեսավ և գիտած, թե արդեն շատ ժամանակից է, նրան ասեց. «Կամենում ես առողջ լինել»։ Հովհաննես 5:6 խոսք։ Մենք բոլորս էլ բնույթով տկար ենք հոգևոր հարցերում, կույր, կաղ և չորացած, բայց մեր բուժման համար անհրաժեշտ ամեն ինչ ապահովված է, եթե միայն ուշադիր լինենք։ Մի հրեշտակ իջնում և խառնում էր ջրերը, և ինչ հիվանդություն էլ որ լիներ, ջուրը բժշկում էր այն, բայց միայն նրան, ով առաջինն էր մտնում այդ լողավազան։ Սա մեզ սովորեցնում է ուշադիր լինել, որպեսզի չկորցնենք այն ժամը, այն պահը, որը կարող է երբեք չվերադառնալ։ Այս մարդը 38 տարի չէր կարողանում գործածել իր վերջույթները։ Միթե մենք, ովքեր երկար տարիներ հազիվ թե իմացել ենք, թե ինչ է նշանակում մի ամբողջ օր հիվանդ լինելը, կարող ենք բողոքել մեկ հոգնեցուցիչ գիշերից այն դեպքում, երբ շատ ուրիշներ մեզանից ավելի արժանիներ հազիվ թե երբևէ իմացել են, թե ինչ է նշանակում մեկ օր առողջ լինելը։ Քրիստոսը առանձնացրեց հենց նրան մյուսներից։ Նրանք, ովքեր երկար ժամանակ տառապանքի մեջ են, կարող են մխիթարվել այն մտքով, որ Աստված հաշիվ է պահում, թե որքան ժամանակ է դա տևում։ Ուշադրություն դարձրեք, որ այս մարդը խոսում է իրեն շրջապատողների անբարյացակամության մասին առանց որևէ դառնության կամ տրտմության։ Ինչպես որ պետք է երախտապարտ լինենք, այնպես էլ պետք է համբերատար լինենք։ Մեր Տեր Հիսուսը բուժեց նրան, թեև նա ոչ խնդրել էր, ոչ էլ դրա մասին մտածել։ Ինչ ուրախալի անակնկալ էր խեղճ հաշմանդամի համար, հանկարծակի զգալով իրեն այդքան թեթևացած, այդքան ուժեղ և ունակ հոգ տանելու իր մասին։ Հոգևոր բժշկության ապացույցը մեր վեր կենալն ու քայլելն է։ Եթե Քրիստոսը բժշկել է մեր հոգևոր հիվանդությունները, ուրեմն եկեք գնանք ուր որ նա ուղարկում է մեզ, վերցնենք այն, ինչ նա ասում է, վեր առնենք և քայլենք նրա առաջ։